Իսկ դուք գիտեք, որ Գյումրին հայտնի է նաև առեղծվածային ստորգետնյա թունելներով։ Այո, մենք հատուկ ձեզ համար եկել ենք, որպեսզի ցուցադրենք այդ թունելը, որն ըստ վարկածի, չգիտեմ դա ինչքանով է ճիշտ, տանում է դեպի Կարս։ Մենք այժմ Ինչևէ գինու բառում ենք, որտեղ եւ գտնվում է թունելը։ Եկեք։ Ինչևեն շատ գեղեցիկ ու էսթետիկ վայր է հատուկ այն մարդկանց համար, ովքեր ունեն բարձր գեղագիտական ճաշակ եւ գեղեցիկը տեսնելու, գնահատելու կարողություն։ Խնդրեմ ինքներդ տեսեք, թե ինչ գեղեցիկ անկյուն է։ Ես Դավիթ Ավետիսյանն եմ, Գյումրու Ինչևէ գինե բառի համահիմնադիրը, մենք 2019-ին գնել ենք այս տունը ու տան տակ կար ավտոտնակը վերակառուցեցինք, որովհետև ես մեքենա չէի վարում, կինս մեքենա չէր վարում ու ափսոս էր Գյումրու կենտրոնում ունենալ sense մեծ տարածք ու օգտագործել որպես ավտոտնակ, մենք որոշեցինք իրան հանրային տարածք սարքել ու բացեցինք Ինչևէ գինու բառը։ Ինչևէի տակ շատ հետաքրքիր գտածո ունենք, որը հայտնաբերել ենք շինարարության ընթացքում, չգիտեինք, որ տան տակ sense բան կա, ու չգիտեինք, որ մեր բառի մեջ կարող է մի օր թունել բացվի, ու այս մեր համար տենց մեր բառի ֆիշկան է sense ասած դառել, ու մարդիկ գալիս են, որ տեսնեն Գյումրու ստորգետնյա թունելներից մեկը, որի սկզբնաղբյուրը հենց իր մեջ իրականում ջուր կա մի քիչ կուտակված, որովհետև իր մեջ կա ջրի աղբյուրներ, ջուրահոս ու մենք տանտակ ունենք տենց անվերջ ջուր, որը կարող ենք օգտագործել նաև կենցաղային կամ ոռոգման նպատակներով։ Իհարկե մեր համար անակնկալ էր այս հայտնաբերելը, որովհետև տանտակ թունել, չգիտես, էլի թունելը ուր է գնում ու մարդափոր թունել է, ոչ թե բնական թունել է, պատերին գործիքների տեղեր կա, մոմերի տեղեր կա, մարդիկ մոմեր են դրել, որ լուսավոր են թունել, ոտքերի եւ ձեռքերի տեղեր կա, որ մարդիկ կարողանան նաև մագլցել պատերով, որ հատակին չդիպչեն, որովհետև հատակին ջուր ունենք, ու մեր համար հետաքրքիր էր այս ինչա, տարբեր մասնագետներ եկան, տարբեր վարկածներ, ինչ պատմություն ասես չենք լսել այս թունելի մասին, էլ դեպի ճանապարհ դեպի Թուրքիա, էլ ապաստարան, ջրի աղբյուր, լիքը վարկածներ լսեցինք, նաև մասնագետների հետ քննարկեցինք, մասնագետները ասում են, որ սա հավանական է, որ քյարիզ է, երկրորդային քյարիզ է համարվում, որոնք տենց քաղաքի տակ փորվել են Ալեքսանդրապոլյան ժամանակ, որպեսզի տներ ջուր հասցնեն, ոմանք ասում են գաղտնուղի է, ճանապարհ է, մենք քարանձավագետների խումբ եկավ, միասին մինչև վերջ գնացինք, պարզեցինք ինքը ինչ է, բայց հիմա չեմ ասի, գաղտնիք է, եկեք պատմեմ ուր է գնում, որ երկիր է գնում, ուր է բացվում այս քյարիզը։ Դե ինչ իջնենք ներքև առեղծվածների հետևից։ Հաղորդման ամենահետաքրքիր պահն է։ Ահա եւ մենք Գյումրու տակ ենք։ Գյումրեցիները, որ ասում են գեդինը մտնիս, երևի սա նկատի ունեն։ Սիրելի հեռուստադիտողներ, մենք թունելում ենք, ամբողջությամբ ջրի մեջ է, սորա սոտկա, Բադային ծավեկների մեջ մենք։ բայց հանուն ձեզ տեսեք, թե ինչ զողողությունների ենք գնել, իսկապես հետաքրքիր է, թե ես թունել ուր է տանում, ճանապարհը այսպես տանում է, թե ուր է տանում ու ինչքան է տանում, չգիտեմ, բայց ամեն դեպքում գալ Գյումրի ու սա չնկարահանել սուտ կլիներ։ Ձեզ համար ենք անում, սիրելի հեռուստադիտողներ, իսկ ովքեր ունեն կլաուստրոֆոբիա, խնդրեմ, եկեք ու բժշկվեք։ Մենք խորացանք, գնացինք թունելով այնքան, որքան որ մեր պատրաստվածությունը թույլ էր տալիս, տեսակ որ ջուր էր, ցեխ էր, իսկ մենք այդքան էլ պատրաստված չէինք, որովհետև չենք պատկերացնում, բայց խոստանում ենք, որ էլի ենք վերադառնալու ենք Գյումրի, ու այդ ժամանակ պատրաստված կլինենք ու վերջապես ցույց կտանք, թե ինչ կա այս թունելի վերջում։ Իսկ դուք մնացեք մեզ հետ, որպեսզի շարունակենք մեր բացահայտումները։